Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 11-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե շատ կարևոր է այսօրվա լարված իրադարձությունները ուկրաինական պատերազմի հետ կապված, Եվրոպայի դիրքորոշումը, Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ պակաս կարևոր չի մեր երկրի համար, թե ինչ է ի վերջո Եվրոպայում ինքը հայտարարել, որից հետո գնացել է Ռուսաստան, որովհետև ինքը հստակեցումներ է արել, բավական է մի անգամ Նիկոլ Փաշինյանը ոտը դնում է Եվրոպայում, ստեղ արդեն ներկայացնում են վերջ հարցերը լուծել, տեսեք Իրանից լավ ոչ մեկը Եվրոպայի հետ չեն սպասում, որ ինքը հայտարարի, որ ասի եկել եմ Եվրոպա ասեմ, որին վրա հույս չդնենք։ Հիմա մենք անդրադառնանք դրան, որ պարզ դառնա, մեզ ինչ է սպասվում։ Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. Ես վերնագրեր եմ տեսնում, որ ասում են Ղարաբաղի հարցը լուծված չի։ Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում, ինչ-որ միտեղ։ Հիմա դա նաև ադրբեջանցիներն են տեսնում։ Նրանք լսում են, որ մեր ընդդիմությունը ասում է Հայաստանում բռնաճնշումներ են, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է մի րոպե։ Եթե այսքան բռնապետություն է, բա ինչի կառավարությունը այդ բաները չի արգելում։ Ուրեմն իրենք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն իրականում, որ ասում են Ղարաբաղի շարժումը ավարտվել, մի կողմից ասում են ավարտվել, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք։ Մենք էլ մեր հերթին ասում ենք մի րոպե, Ադրբեջանի կառավարությունը կամ նախագահի նստավայրը ինչի է ֆինանսավորում արևմտյան Ադրբեջանի հետ կապված ինչ-որ միջոցառումներ, խոսույթներ եւ այլն։ Այս հարցը պետք է երկկողմ լուծվի եւ մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պետք է տանք։ Ինչ է նշանակում ասել, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Այդ մարդիկ ինձ ասում են՝ տարակ 7000 երիտասարդի գլուխը կերակ։ Բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ինչ եք առաջարկում։ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն։ Իր անկանխատեսելի հետևանքներով։ Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Երբ որ իրենք ասում են Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են նոր պատերազմ պետք է անի, Հայաստանը, Ադրբեջանը ասում են, ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն Արևմտյան Հայաստանի խոսույթը պետք է որդեգրենք, այսինքն այսպես մանրամասն պետք է բացատրել, ես զերծ էի մնում այսպիսի բացատրությունից, չնայած պետք է պարզ թափանցիկ ամեն ինչի մասին խոսել, որ մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը։ Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսում են, այլ ասում են նոր պատերազմ է պետք։ Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն է լուծված, բոլորի հարցերն էլ լուծված է, Ադրբեջանի հարցներ է լուծված, Հայաստանի հարցներ է լուծված, տարածաշրջանի հարցներ է լուծված, տրանսպորտային կապուղների հարցներ է լուծված, սահմանների սահմանազատման հարցներ է լուծված, մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է այդ սադրանքների չտրվել եւ սադրիչ խոսույթներ չորդեգրել։ Իր խոսքն ամփոփել է Փաշինյանը։ Հիմա հասկանանք ի վերջո ասածը որն է։ Ադրբեջանի զինվելը կապում է նրա հետ, որ Հայաստանում ասում են Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Եվ նա ով ասում է Ղարաբաղի հարցը փակված չէ կամ լուծված չէ, համարում է ուրեմն պատերազմ է ուզում նախ, եւ հետո հավասարության նշան է դրում, էսա էլի դրան կանդրադառնանք, Արևմտյան Ադրբեջան եւ Ղարաբաղի հարց։ Այսինքն եթե դուք ասում եք Ղարաբաղի հարցը լուծված չի, նշանակում է նրանք էլ ասում են Արևմտյան Ադրբեջան, մեղավորը մենք ենք, որ այդ մասին խոսում ենք, որի պատճառով Ադրբեջանը հիմք է ստանում, բայց մոռանում է մի բան, որ ինչ որ խոսում է Արևմտյան Ադրբեջան, ինչ որ խոսում է նրանց պատմական հայրենիք, որտեղ պետք է վերադառնան, որ փախստականները Հայաստանից գնացել են, բայց դա եղել է խորհրդային միության ժամանակ։ Արցախը դատարկվել է անկախ Ադրբեջանի ժամանակ։ Խորհրդային միության ժամանակ բռնի գործողություններ են եղել Ադրբեջանի տարածքում, Հայաստանում համեմատաբար խաղաղ թողել գնացել են, փոխհատուցումներ ստացել են, իսկ այնտեղ Սումգայիթի ու Բաքվի կոտորածները հիշում ենք, բայց հարցը նաև մյուս մասին է վերաբերում։ Թե այն ժամանակ Ադրբեջանից Հայաստան գալ, թե Հայաստանից Ադրբեջան գնալ, դա եղել է խորհրդային միության տարածքում։ Հավասարության նշանը այս երկուսի մասին է խոսքը։
չի կարող խորհրդային միության տարածքում մի կողմից միտեղ գնացածել են մյուս տեղից մյուս տեղ եւ դրա հետ կապված Հայաստան պետությունը պարտավորություն ունենա։ Եթե Հայաստան պետությունը պարտավորություն ունենար ինչ-որ քաղաքացու հանդեպ, դա ամրագրված կլներ որևէ որոշումով, հիմա Ադրբեջանը կհաներ կկոխեր մեր աչքը, կասեր խորհրդային միության ժամանակ Հայաստանը պարտավորություն է ստանձնել, խորհրդային միությունը լուծարվել է, պարտավորությունը Հայաստանը ժառանգել է որպես իր մասով իրավահաջորդ։ Մի փաստաթուղթ դուք տեսնում եք, որ կենտրոնական իշխանությունը ասած լինի, որ այն ադրբեջանցիները, որոնք Հայաստանից գնացել են, դրանց հետ կապված Հայաստանը պարտավորություններ ունի փոխհատուցումներ տրամադրելու, բնակարաններ տրամադրելու, կամ ինչ-որ գումարներ տալու, որ այնտեղ բնակարան առնեն։ Մի հատ փաստաթուղթ ցույց տվեք, որ կիսատ է մնացել մինչև Հայաստանի խորհրդային միության փլուզումը։ Չկա տենց փաստաթուղթ։ Եթե խորհրդային միությունը ինչ-որ պարտավորություն է ունեցել, Հայաստանը դա շարունակել է։ Խնայ բանկերում ունեցած գումարների հետ կապված չի հասցրել ինքը վճարի, Հայաստանը իր քաղաքացիների մասով այդ պարտավորությունները ճանաչել է, չի չա վճարել, երկար տարիների ընթացքում է վճարել, մասնակի է վճարել, դա դնենք մի կողմ, բայց ինքը պարտավորությունը ճանաչել է։ Եթե խորհրդային միության ընթացքում եղել է երկրաշարժի ընթացքում պարտավորվել են, որ տներ կառուցեն եւ այլ, Հայաստան պետությունը անկախանալուց հետո այդ պարտավորությունը վերցրել է իր վրա։ Լավ է կատարել, վատ է կատարել, ուշ է կատարել, փողերը կերել է, ինչ արել, բայց ինքը այդ պարտավորությունը ստանձնել է եւ իր ծրագրերի մեջ դա ներառել է աղետի գոտում վերականգնելու ծրագիր։ Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ մենք պարտք ենք մնացել Ադրբեջանին։ Ու եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ նրանք գնացել են, եթե Արցախի հարցը բարձրացնեք, նշանակում է նրանք էլ իրավունք են վերապահում, դրա մասին խոսել, դրանով ինքը ցանկանում է ասի, որ նույնացնում է Արցախի եւ Հայաստանից գնացածների հարցը։ Իսկ Արցախի հարցը մարդիկ ասում են, էթնիկ զտում է տեղի ունեցել անկախ Ադրբեջանի կազմում, նույնիսկ եթե դու համարես, որ դա ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում, ինչի եթե մի պետության կազմում էթնիկ զտում է լինում, միջազգային հանրությունը դրան չի արձագանքում, բա գենոցիդը ո՞րն է։ Բա երբ որ եղավ Կոսովոյի հարցը, ինչ դրեցին հիմքը, անջատում հանուն փրկության, բա նա նույն պետության տարածքում չէր էթնիկ զտում կատարվում, որը հիմք հանդիսացավ անկախությունից խոսել։ Այսինքն նույն պետության ներսում կարելի է գենոցիդ անել, դա արդարացված է, դա սահմանագարական կարգի վերականգնում է, բայց գենոցիդի բանաձևը Նիկոլ Փաշինյանը մի անգամ չի կարդացել, թե ինչին է վերաբերվում։ Ոնց է հավասարության նշան դնում խորհրդային միության գնացածների եւ Ադրբեջանի էթնիկ զտումման արդյունքում իրանց բնորանից հանելու համար։ Այսինքն դրանով դու արդարացնում ես, եթե հավասարության նշան ես դնում։ Եվ այն էլ փաստորեն Ադրբեջանը զինվում է, որովհետև մեղավորը մենք ենք, որովհետև եթե ասում ես, որ Արցախցին իր բնորան վերադառնալու իրավունք ունի, նշանակում է դու ինչ ես անում, պատերազմ ես ուզում, Արցախցին թողել է բնակարան, ունեցել է սեփականության վկայական, ինքը այնտեղ չի ուզում ապրի, իր սեփականությունը հիմա Իրանն է, թե չէ։ Կարող է Հայաստանն ասի ժողովուրդ, բերեք փաստաբանական ծառայություն, վարձենք, եթե պետք է լի մենք էլ օգնենք այդ հարցի հետ կապված։ Գնացեք ձեր իրավունքները պաշտպանեք, չեք կարողանում վերադառնալ Ադրբեջան, ոչինչ փաստաբանը կգնա, կասի այս մարդը ուզում է իր տունը վաճառի, այս մարդը ուզում է վարձով տա, կամ ինչ որ բան է ուզում անի։ Մեկին ասում է գնացեք Ադրբեջան ապրեք, ես այնտեղ տուն ունեմ։ Դա իր սեփականությունն է, թե եթե ինքը դուրս եկավ, սեփականության իրավունքը կորցրեց։ Սրա մասին է խոսքը, մենք խոսում ենք Արցախցու իրավունքի մասին, որպես մարդ, որը ապրելու է իր բնորանում, ինչ կապ ունի դա պատերազմի հետ։ Այսինքն մենք ասում ենք պատերազմով տանենք արցախցիներին տեղավորենք Արցախում, դրա մասին ենք խոսում։ Այդ շանտաժը ում անունից ես անում, Ալիևի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի եւ այսպես կոչված
արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Փաշինյանը նշել է, որ տեսնում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից շարունակում է կիրառել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում, որ Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Եվ ես ասում եմ, հիմա բաց եւ հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետեւ որքան նրանք այդ թեմայով խնդիր ունեն, այնքան էլ մենք խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռաբար փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել է Փաշինյանը։ Հիմա այս ինչի մասին որ ես ասում եմ, հենց սրա մասին էր խոսքը։ Այսինքն բերեք զուգահեռաբար փակենք արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ փակենք Արցախի վերադարձի իրավունքը։ Դրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ադրբեջանն ասում է, ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն էլ ասել է, ես էլ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը ասելով, որ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրան զուգահեռ ինքը հայտարարում է, որ Հայաստան որպես պետություն չի եղել, եւ ես ուզում եմ վերադառնամ իմ պատմական հողերին տեր կանգնեմ։ Այսինքն նշանակում է ինքը Ալմատիի փաստաթուղթը չի ճանաչում։ Որովհետև այն ինչ որ ինքը ասում է, դա եղել է Ալմատիից առաջ։ Այսինքն նա ինքը գտնում է, որ այդ հողերը պատմական ադրբեջանական են, մենք էլ բանը քոչվոր ենք, էլի։ Եկել ենք այս հողերի վրա ապրելու։ Եվ ինքը դրա համար լրիվ իրավական առումով գալիս է ուզում է իր հայրենիքին տեր կանգնի։ Բա ինչ կապ ունի այդտեղ 91 թվականի փոխադարձաբար ճանաչելը։ Բայց չենք ասում։ Կամ դա ինչ կապ ունի, դու ասում ես, ես Արցախի ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, դա իրավունք է, այդ կապ ունի։ Ու սա էլ փաստորեն արվում է նրա համար, որ այո, հավասարության նշան դրվի, որ ասի ժողովուրդ ջան, դե տեսակ, եթե ադրբեջանցիները չեն գալիս, արցախցիները պետք է չգնան, ուրիշ ձև չկա, ուրիշ տարբերակ չկա։ Սա է, ու այդ թեման դնենք փակենք։ Իսկ հիմա դրան զուգահեռ մենք նայում ենք, երբ որ անդադ այսպես արդարացում է Ադրբեջանը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան ներկայացել է 907 ուղղման լիակատար չեղարկման ուղղված օրինագիծ։ Այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով ժամանակավորապես դադարեցվել է ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի կիրառումը։ Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, ակնկալում է, որ ամերիկյան կողմը կձեռնարկի գործնական քայլեր ուղղված այս փոփոխությունը լիովին չհամարելուն։ Այսինքն այսքան տարվա ընթացքում վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ընդունեց, որ Ադրբեջանին այլևս ագրեսոր ճանաչել պետք չի, բայց ամբողջ ընթացքում ճանաչում էին։ Մեկը մեկին հաջորդած նախագահները այնուամենայնիվ հարցը նա չի այդ գումարը շատ է թե քիչ կամ այդ գումարի կարիքը ուներ Ադրբեջանը թե չէ, դա կարգավիճակ էր, որ աշխարհի ամենահզոր պետությունը այն ժամանակվանից սկսած ագրեսոր է ճանաչել Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին։ Եվ դրա համար ինքը սանկցիաներ է կիրառել Ադրբեջանի դեմ, ասել է, ես քեզ չեմ օգնի։ Եվ ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ բավական է Տրամպը դրանից հրաժարվեր, կարող էր հանգիստ հղում անել նաև Փաշինյանի վրա, որ Փաշինյանը ագրեսոր չի ճանաչում Ադրբեջանին։ Կոնֆլիկտ է եղել, Ադրբեջանն է ագրեսոր ճանաչում Հայաստանին, որ դու ինչ էիր մտել, Փաշինյանն էլ արդարացրեց, ասում այո, իհարկե, մեր զորքը ինչ գործ ուներ Ադրբեջանում։ Մենք 91 թվականից գիտեինք, որ դա Ադրբեջանի տարածքն է։ Այդ դրա համար էլ հիմա սա երևույթ է, որ Ամերիկայի ղեկավարությունը հասկանում է, որ Ադրբեջանն է իր գործընկերը եւ Ադրբեջանը ագրեսոր չի։ Նիկոլ Փաշինյան, ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն հնարավոր չէ, եւ հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չի։ Այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Դա ճաշակային որոշում է։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք։
Երբ կգա այդ պահը, որ եկել է հասել ենք այդ կետին եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Հիմա հարց է առաջանում, ինչու ենք մենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու։ Ինչ է նշանակում լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ։ Սա ասում է Եվրոպայում, որ հանկարծ թյուրիմացություն չլինի։ Մենք Եվրամիության անդամակցության հայտ չենք ներկայացնելու։ Ասում եմ, մենք շարունակելու ենք խորանալ, ընդլայնվել ԵԱՏՄ-ի մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունը սերտացնել ու խորացնել ու լայնացնել, բայց եթե կգանք մի մակարդակի կհասնենք դեպի արևելք գնալով, նաև Շանհայի անդամակցության ուղղությամբ զուգահեռ, որ մենք կդառնանք եվրոպական չափանիշի պետություն, դիմում կգրենք այդ ժամանակ, կընդունենք, չեն ընդունի։ Այսինքն մինչև մենք այդ մակարդակին չենք հասել, մենք հայտ չենք ներկայացնելու։ Այս օրենքն է, որ ընդունել ենք, դրա վրա չխաբվեք, դա ընդունել ենք, որ մարդկանց աչքերին թոս փչենք, որ տեսեք ժողովուրդ ջան, մենք Եվրոպա ենք գնում, բայց հենց հասնում է Եվրոպայից ասում է, չէ, ժողովուրդ ջան, մենք չենք գալի, մենք տենց օրակարգ չունենք։ Հետևաբար այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ-ին անդամագրելու հարցով։ Այդ ժամանակ երկու տարբերակ կա, մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։ Ընդ որում կարող է լինել այնպես, որ ԵՄ-ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նայած մեզ կընդունեն ԵՄ թե չեն ընդունի, մենք շահած դուրս կգանք, որովհետև եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն, ասել է Փաշինյանը։ Դու չես կարող ռազմավարական դաշնակից լինել Ռուսաստանի հետ, ցանկանաս մտնես Շանհայի համագործակցության կազմակերպություն, որը ընդդեմ արևմուտքի է ստեղծված, ցանկանում է ստեղծել աշխարհում իր բևեռը, ընդդեմ արևմուտքի։ Դու չես կարող խորանալ ԵԱՏՄ-ի մեջ եւ եվրոպական ստանդարտի պետություն դառնալ։ Իսկ երբ որ ասում եք ինչու չես դե դիմում գրում, երբ որ մակարդակը կհասնի, այդ ժամանակ հանրակրվեք անես, ժողովուրդն եթե կորոշի կմտնես անդամակցություն։ Ինչու չի դիմում գրում, որովհետև ինքը չի ուզում Եվրամիություն գնա։ Որտեղ եթե Եվրամիությանը դիմում ներկայացնես, նա պետք է այդ ժամանակացույց քննարկի, պարտավորություններ քննարկի, ասի որ դու այս քայլերը այս ժամանակում պետք է կատարես, որ անցնես այս փուլը, հետո անցնես այս փուլը, հետո անցնես այս փուլը։ Եթե դու այդպիսի ժամանակացույց քո վրա չես վերցրել դիմումով, դա նշանակում է դա կարող է տևի 10 տարի, 20 տարի, իսկ եթե դու խորանում ես ԵԱՏՄ-ի մեջ, դու երբեք չես հասնի այն մակարդակին, որ քեզ ասեն դե հիմա դու պատրաստ ես, որոշի գալիս ես, թե չէ։ Այսինքն սա նրա համար է, որ այս օրենքը ընդունեցինք թոս փչելու համար, եւ Եվրոպային ասենք, հա տեսեք, դե օրենքը ընդունել ենք, մենք ձեզ որպես գործընկեր ճանաչում ենք։ Ու այն պայմանավորվածությունը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Եվրամիության հետ, որ 2017 թվականին է ստորագրվել դեռ Նիկոլ Փաշինյանից առաջ, բայց վավերացման փուլը անցել է 2020 թվականից նոր ուժի մեջ ամտե։ Իսկ դու չես կարողանա դա ամբողջությամբ ծավալը կատարես, որտեղ դու անընդհատ խորանում ես ԵԱՏՄ-ի մեջ։ Այսինքն դու հերթական անգամ գնում ես Եվրոպայի ամենահզոր պետության ղեկավարի հետ հանդիպում ես, Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպում ես, նա ասում է շահագրգռված ենք աջակցել Հայաստանին, հետո հարցազրույց ես տալ, ասում է ժողովուրդ ջան, մենք չենք գալի, մեզ այտենց հարցերով հանկարծ բան չանեք ու հանկարծ չխաբվեք, որ մենք գալիս ենք։ Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում նշել է Համբուրգից մեկնելու է Մոսկվա, մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունը Եվրամիության հետ եւ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Ակնհայտորեն չկա, որովհետեւ երկուսն էլ իրականության մեջ տեղ են ունենում։ Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք եւ այդ որոշումը կբխի ՀՀ պետական շահերից։ Հիմա նայեք ինչ է ասում Փաշինյանը, հիմա մենք աշխատում ենք ու մենք պայման չունենք խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ադրբեջանն այդքան էլ պարզ չի պայման ունի, պայման չունի։ Իրենք այդ թեմաներն առաջ են քաշում եւ մենք այդ թեմաների հետ առնչվում ենք, առերեսվում ենք։ Ադրբեջանը ասում է պայման ունեմ, ի՞նչ կա չհասկանալու, ասում է սահմանադրությունը փոխի։
Ինչ է նշանակում հասկանալի չի։ Ուրեմն այսքան ժամանակ խոսում եք, չեք հասկացել, որ նա պայման ունի։ Բայց եթե պայման չունի, չի ստորագրում։ Եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետև երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրի, մենք մեր օրենսդրությանը համաձայն պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ստուգի այդ հարցը։ Այս իհարկե պարբերաբար նույն բանն ասում է, այսօր ես լեգիտիմություն չունեմ հայացի ժողովրդին ասել, եկեք սահմանադրությունը փոխենք, ինչու, որովհետև հայ ժողովուրդը ինձ կասի 24 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալբաթի հռչակագիրը համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Հետևաբար ինչու փոխենք մեր սահմանադրությունը, կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք։ Բա որ դրանից հետո երկրորդ կամ երրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, ինչ ենք անելու, ասել է Փաշինյանը։ Սա այն դեպքն է, որ իրան ասում էինք, բայց սահմանադրությունն ասում է, եթե չփոխենք նախաբանը, ցլերը կհարձակվեն, որ դարար ծաղի առարկա, որ դարար քննադատության թիրախ, հետո հասկացար, որ դրա տակից դուրս չես գա։ Հիմա արդեն ասում ես, դե սահմանադրությունը եթե փոխենք, բա չեն ասի, սահմանադրական դատարանը ասել է, որ տարածքային պահանջ չկա, բայց այդ նույն բանը 100 անգամ ենք ասել։ Նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, ասում, բա դու վաղը ոնց ես ներկայացնելու եւ նախաբանը հանես։ Բա նույն հասարակությունը բդեացի նախաբանը ինչ ես հանում։ Եթե նախաբանը հանում ես, բա մենք էլ հիմք ենք ընդունում սահմանադրական դատարանի որոշումը։ Մարդիկ ովքեր հետևում են, շատ ուշադիր հիշում են, որ դրանք ասեն։ Լավ է, որ ինքը հասկացել է, որ այս բլեֆը այլևս չի կարող աշխատացնի հայ ժողովրդի վրա։ Դրա համար տեսնում է, որ չի ստացվում, Ադրբեջանին է ասում, դե ոնց անենք դա, ախր մենք չենք կարող դա անենք, որովհետև սահմանադրություն տարածքային պահանջ ներկայացված չի։ Ես զգում եմ, որ տնտեսությունը քաղաքականությունը վազանցում է եւ դա շատ լավ դորություն է, որովհետեւ տնտեսական կապերը եւ տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եւ ավելի լայն համատեքստում ձևավորվում է, դրանք կայունության եւ անվտանգության ամենահուսալի երաշխիքն են։ Եվ որ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել եւ ամեն մեկն իր երկրին բերի լրացուցիչ եկամուտներ, այդ ժամանակ երկրներից ոչ մեկը մյուս երկրի ապակայունացման եւ ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենա, ընդհակառակը շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների եւ տարածաշրջանի կայունության համար։ Եվ ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք այդպես գան եւ քաղաքականության աբգոն անեն, դա շատ կառուցողական աբգոն է, ասել է Փաշինյանը։ Մի պրիմիտիվ բան, որ ուզում ասի, եթե մենք հարևանի հետ բիզնես անենք, երկուսս է շահագրգռված ենք, որ այդ բիզնեսը լինի, հանուն այդ շահի բիզնեսի կշարունակենք խաղաղությունը պահպանել։ Ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել։ Տեսել եք ինչ կոմունիկացիաներ էր գնում Ուկրաինայով դեպի Եվրոպա Ռուսաստանի համար։ Դա խանգարեց, որ ինքը պատերազմ սկսի, որ այդ ամեն ինչ իր ձեռքը վերցնի։ Հա? Այն բոլոր երկրները, որոնք պատերազմել են, իրար հետ բիզնես չէին անում։ Բայց բիզնեսով են ճանապարհը բացես, Ադրբեջանն ու Թուրքիան մտածելու են ինչպես կուլ տան Հայաստանը, որտեղ շատ հեշտ փողով մտնելու են, Փաշինյանն էլ ասում է քաջալերելու են, որ բիզնես անեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որպեսզի իրանք խաղաղությանը կողմ լեն։ Իհարկե խաղաղ նստելու են, փողով ամեն ինչ առնեն, էլ ինչի պատերազմեն, կամ ում հետ պատերազմեն։ Այնչի որ Վրաստանը նպատակային օբյեկտներ են առնում, պատերազմով են առնում։ Դուք մենակ բանն եք, Աջարյան եք նայում, չեք Աջարյան նայում, անչի ամբողջ Վրաստանի տարածքում չեն առնում նպատ, այն կողմից Ադրբեջանն առնում, այն կողմից Թուրքիան։ Վաղը մյուս օրը Ռուսամետ Վրաստանի իշխանությունը, որ ուզենա մի հատ որոշում կայացնի, Թուրքիան ու Ադրբեջանը կասեն, խելք գտկցել ես։ Լա այսքանին ոտի կանգնացնենք, մի ժամ չեք աշխատի։ Այդ այն դեպքում, երբ որ իրանք թշնամի չեն Վրաստանի հետ։ Բա մենք հենց այդ ենք զգուշացնում, բավական է սրտներդ ու դռներդ բացեք Թուրքիայի, Ադրբեջանի առաջ ու գան բիզնես անեն, այդ բիզնեսով սրբելու են տանեն, որովհետև երկու կողմն էլ փող ունի։ Հայերի համար խելքը իրանցի չի փողի համար, իսկ իշխանությունն էլ չտես։ Փողի համար ամեն ինչի պատրաստ։ Բայց դա այն ինչ որ դու առավելություն ես ներկայացնում ենք, դա ներկայացել ենք որպես վտանգ, որ հասկացի դռներդ բացում ես մեկի առաջ, որ ասպես իրանք շահագրգռված են բիզնես անեն, իրանք շահագրգռված են նաև իրար հետ բիզնես անեն։ Թուրքիան մտնի այն կողմից, Ադրբեջանը մտնի այն կողմից, վաղը մյուս օրը շուրգած տեսնես, Հայաստանը չկա, իրանք այդ դառել են իրար հարևան։ Չեք հասկանում։ Այդ որ պատերազմի ժամանակ հարևանի հետ բիզնես չունեին։
Ընդհակառակը, հենց դռները բացում ես, պատերազմն ավելի հեշտ է տեղի ունենում։ Իրանց մարդկանց բերում են, քո տարածք են մտցնում, անարգել ձևով ապրում են, ապրանքների անվան տակ պահեստավորում են զենք, պայթուցիկ, չգիտես ինչեր, ազատ տեղաշարժ, որի ընթացքում կարողանում են ցանկացած տերորիստական գործողություն կատարեն, դուք չգիտեք ինչ է կատարվում։ Մեզ գոնությունը բթացնում եք ինչի համար, որ եթե մարդը շահագրգռված է բիզնեսով, ինչի պիտի պատերազմ ուզի։ Ինչի պատերազմ ուզեն առնում ակու երգիրը էլի։ Ինչ փողնելու հաստատ ունեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում փակ օդային տարածքի պատճառով եւ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։ Ինքնաթիռը գրեթե 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով, սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չստացավ։ Վարչապետ Փաշինյանը արդեն ժամանել է Ռուսաստանի կառավարական տուն մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Այսինքն դու պետք է Մոսկվա գնաս, այն երկիրը, որի հետ հեռանկարային պլաններ եք կազմում, չի կարողանա Մոսկվայի օդը պահի, որպեսզի կարողանան ինքնաթիռները անարգել թռնեն։ Այդ Մոսկվան եք տենց մեծարում ու ասում եք, բա մենք հեռանկարային պլաններ եւ այլ համագործակցությունը լայնացնենք ու խորացնենք։ Մի հատ Մոսկվա չեն կարող ինքնաթիռ ընդունեն։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է. Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Եվ ուշադրություն, գնաց Եվրոպա խոսած, ասեցի Եվրոպայի ամենահզոր երկրի, որ ամենամեծ բնակչությունն ունի եւ համախառը ներքին արդյունքը Ռուսաստանից կրկնակի բարձր։ Գնացել ես Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպել ես, որոնք այսօր քալլա են տալիս բանի հետ, Տրամպի հետ Ուկրաինայի համար։ Այդտեղից ընկում գնում ես ԵԱՏՄ միջկառավարական նիստին, խորհրդի նիստին, որը անցկացում է վարչապետերի մակարդակով։ Բոլոր այդտեղի վարչապետերը նախագահական կառավարման համակարգի վարչապետ են։ Քո կարգավիճակը չի համապատասխանում նրանց հետ մի սեղանի շուրջ նստել։ Պետք է քո փոխ վարչապետը նստեր նրանց հետ մի սեղանի շուրջ։ Այսինքն մերցից հետո Միշուստին, հա, էսա քո բալանսավորածը, լուրջ։ Հիմա շարունակենք, ամենակարևորը գնացել է Ռուսաստանի զեկուցի, որ հա սխալ չհասկանաք, որ Եվրոպայում գնացել։ Այդ դրա համար չի, այդ մեր ժողովրդի աչքերին թոս փչելու համար է։ Դուք ի՞նչ կապ ունեք, վզվոս կարամ հանկարծ առանց ձեզ ինչ որ բան անեմ։ Դրա համար մեկ անգամ եւս օրինակ մեկ անգամ եւս հաստատելը ո՞րն է։ Մի անգամ որ դու մի բան որոշել ես, ամեն անգամ ինչքան տենաս պրի հաստատես։ Այնա մի անգամ որոշել ես էլի, որ հակառակը որոշես, այդ վաղ կասես։ Չէ, ուզում ասի հանկարծ ինձ սխալ չհասկանաք, Եվրոպայով գնացել եմ, մեղայականով էլ եկել եմ Մոսկվա։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդմանը։ Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը, բացելով նոր հնարավորություններ մեր երկրների տնտեսության աճի համար։ Կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը։ Այս ենթատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար, նշել է Փաշինյանը։ Այսինքն Տրամպը գալիս է, Տրամպի ուղին է անում, փաստաթուղթ է ստորագրում Ադրբեջանի հետ, ճանապարհ է բացում Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների համար։ Հա, ժողովուրդ ջան, այն մարդես ինչ ձևի Ամերիկային բերեցիք ու Ռուսաստանին դուշ շպրտեցիք, ասենց մտամոլոր գնաց է Ռուսաստանը։ Էսա ժողովուրդ ջան, հանկարծ եթե որևէ մեկը կասի Նիկոլ Փաշինյանը մեզ արևմուտք է տանում, ինքը իր բերանով ասելա, տեղ չի թողել էլի, որ անգամ պարզաբանելու հարցել առաջանա։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարում ուկրաինական ֆրոնտում, որտեղ այդ ամեն ինչը կատարում է, այդ Ռուսաստանի դեմ, չէ՞։ Այդ պայքարը Եվրոպայի գնում է Ռուսաստանի դեմ։ Կռիվ են տալիս Ամերիկայի հետ Ռուսաստանի դեմ։ Եվ այս հարցում մենք բալանսավորում ենք, էլի գնում ենք Եվրոպա, հետո գնում ենք Մոսկվա ու գնում ենք մասնակցում մի հավաքի, որ ցույց տանք մեր նվիրվածությունը, որտեղ սա արդեն անձնական նվիրվածություն է։ Փաշինյանը Միշուստինի հետ մոտ է, ինչ կապ ունի կարգավիճակը։ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի միջև հեռախոսազրույցի ժամանակ Տրամպի տեղեկացմամբ վիճաբանություն է տեղի ունեցել։ Մենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք
բավականին կոշտ բառերով լրագրողներին ասել է Տրամպը, նկարագրելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր զրույցը։ Կարծում եմ մենք մի փոքր տարաձայնություն ունեինք մարդկանց վերաբերյալ, եւ մենք ասացինք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, նախքան հանդիպումը, պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը։ Տրամպը կրկին կոչ է արել Զելենսկիին Ուկրաինայում ընտրություններ նշանակել եւ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Զելենսկին պետք է իրատես լինի, ասել է Դոնալդ Տրամպը։ Վերջին օրերին Սպիտակ տան ղեկավարը կտրուկ քննադատել է Ուկրաինայի նախագահին եւ կոչ արել անցկացնել նախագահականություն, որոնք ներկայում անհնար են Ուկրաինայի գործող ռազմական օրենսդրության համաձայն։ Եվ ես կարծում եմ, որ այս պատերազմը կարող է կարգավորվել, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք, ասել է Տրամպը։ Նախ ընտրության հետ կապված, եթե հատուկ պատերազմական իրավիճակում ընտրություն չի անցնում եւ դա օրենսդիրը անգամ այդ որոշումը կայացրել է։ Եթե այսօր Զելենսկին ասում է, եթե պատերազմն ավարտվի, ինքը խաղաղության նախագահ լինել չի, չի էլ առաջադրվի, կգնա տուն, հանգիստ թող մեկ ուրիշը ընտրվի։ Բայց եթե դուք այսօր պնդում եք, որ հիմա անցկացրեք, դու լեգիտիմ չես, ասում է պատրաստ եմ պատերազմը դադարեցրեք, անցկացնենք։ Բա որ հիմա դուք պատերազմը ընդհանրապես դադարեցնեք, որ անցկացնեք, Զելենսկին էլ կանգնի ասի, դե եթե խաղաղություն հաստատված չի, ես ինչ բարոյական իրավունքով հեռանամ։ Ուրեմն նշանակում է հենց կդադարեցնեք պատերազմը, ընտրություն կանեք, ես մասնակցում եմ։ Բա որ Զելենսկին նորից ընտրվի, հիմա ինչ եք ասելու։ Ձեր գլխին զորով սարքում եք։ Այդ մարդը գնացող մարդ է։ Խաղաղություն եղավ գնալու է, բայց չէ, դուք ասում եք թող ուրիշը գա, խաղաղությունը մեր ուզած ձևով տանի։ Բա որ դադարեցնեք ու ինքը ընտրվի։ Մեկ էլ որ էլ նորից չի ասում, ես տանգոն 2 հոգով եմ պարում։ Ժողովուրդ ջան, տանգոն 2 հոգով են պարում, 3 հոգով չեն պարում։ Այնա Դոնալդ Տրամփն ու Վլադիմիր Պուտինը իրար սիրատոչոր հայացքով նայելով իրար հետ տանգո են պարում։ Այդպես ներդաշնակ զույգ գոյություն չունի տանգոյի համար։ Զելենսկին չի եք խառնում ձեր տանգոյին։ Ինչ կապ ունի Զելենսկին։ Այսինքն դու մեզ ասես պատերազմող երկրների ղեկավարները իր տանգո պետք է պարեն։ Հիմա էլ բացատրում ես, որ դրա կարևորը տանգոն է, ժողովուրդ ջան։ Հասկացանք, օգտագործում են արտաքին քաղաքական հարցերում այդ ձևակերպումը, ապուշ ձևակերպումը, ժողովուրդ ջան, ով ուզում է դա սկզբից ասած լինի, ապուշ ձևակերպումը, ինչ տանգո։ Բացի այդ էլ, մենք ձեր տանգոն տենում ենք էլի, սաղ աշխարհը տենում է էլի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. հարավարևելյան Ուկրաինան, Օդեսան, Նիկոլաևը ռուսների կողմից հիմնադրված տարածքներ եւ քաղաքներ են։ Նա հիշեցրել է, որ գործարանները եւ նավահանգիստները նույնպես կառուցվել են ռուսների կողմից եւ այնուհետեւ խորհրդային միության շրջանակներում այս հողերը բյուրոկրատական ճանապարհով փոխանցվել են Ուկրաինայի այն մասերին, որոնք հայտնի է որպես Գալիցիա եւ այլ արևմտյան տարածքներ։ Այսինքն Լավրովը հիմա էլ ասում է, որ էլի տարածք ենք մենք ուզում վերցնենք։ Դա բավարար չի, որտեվ իրանց հանձնարարությունը Տրամպը ընդունել է, հանձնարարությունը, ժողովուրդ ջան, խնդրանքը չէ, առաջարկությունը չէ։ Իրանք իրավունք ունեն Ամերիկայի նախագահին հանձնարարել, ուրեմն ունեն, ժողովուրդ ջան։ Դա փողի հարց չի, ինքը միլիարդատեր է, ուրեմն այս կամպրոմատներ ունեն, որով որ կարող են իրանք Ամերիկայի նախագահին աշխատացնել, հանձնարարություններ տալ։ Որտեվ Լավրովն ինչ է ասում նորից։ Վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ու Ուիտքոֆը հարթել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև առաջացած բոլոր թյուրըմբռնումները, որոնք առաջացել էին Ալյասկայի գագաթնաժողովից հետո դադարի պատճառով։ Ռուսաստանը դեռևս չի տեսել Զելենսկիի եւ Եվրոպայի առաջնորդների միջև հանդիպումից հետո պատրաստված հակամարտության կարգավորման առաջարկները, սակայն եթե լրատվամիջոցների արտահոսքը ճշգրիտ է, ապա շատ կետեր արտացոլում են Զելենսկու խաղաղության բանաձևը, որն անընդունել է Ռուսաստանի համար, նշել է Լավրովը։ Այսինքն սկզբանե թեման փակում է։ Այն ինչ որ մենք հանձնարարել ենք Տրամպին, դա պետք է կատարվի։ Ժորժ ջան, հասկանանք մի բան։ Ես որ ասում եմ Տրամպի արած քաղաքականությունը, ես Ամերիկայում տեսել եմ, որ մեր հայրենակիցները շատերը շատ գոհ են Տրամպի վարած քաղաքականությունից։ Ես իրանց ոչինչ չունեմ ասելու, շատ հարգանքով եմ մոտենում իրանց կարծիքին։ Իրանք ուզում են, իրանք գտնում են իրաց նախագահը լավն է, լավ նորմալ է, բայց ես գիտեմ, որ Դոնալդ Տրամպը դա աշխարհի համար այնպիսի ազդեցիկ մարդ է, որ դա միայն չի արտահայտվելու, ենթադրենք ինքը փողոցում կարող է հանձնարարի, ենթադրենք մի քանի բոմժեր ինդեղից քշեն, իրանց ասած հոմլեսներին, որ մարդիկ էլ ասենք ավտոյով անցնելուց ասեն դե տես ժամանակի ստեղ մարդիկ կային հիմա չկան։ Շատ ուրախ եմ ձեզ համար, որ տահաճ
բաների մեջ չեք ընկնում, բայց մենք խոսում ենք աշխարհի մեծագույն ազդեցություն ունեցող մարդու մասին։ Եթե պետք է հասկանալ մի բան, ինչու մենք իրար լավ չենք հասկանում։ Այն դեպքում, երբ որ շատ լավ ես ձեզ ընդունում, հարազատորեն հասկանում եմ, բայց ձեր տեսակետները մեր ինչի է տարբեր։ Ես նայում երևույթին դրսից, դուք նայում եք ներսից։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հասկանաք, դա 21-րդ դարի կայսրություն է։ 21 ժամանակակից կայսրություն է, որը անպայման չի տարածք վերցնի, որ ազդեցություն ունենա։ Նա ազդեցությունով է կայսրություն։ Եթե որևէ կայսրություն կանգնում ասում է, որ ես արդեն չեմ ուզում կայսրություն լինեմ, հետ եմ քաշվում, այդ դեպքում իրան եմ պահանջ ներկայացնում։ Եթե հռոմեական կայսրությունը թուլացել է, Ատիլան էլ է վրեն հարկեր դրել գուների։ Եթե կայսրությունը թուլացել է, Գեյզերիխը վանդալների առաջնորդ բտել է Հռոմ։ Չի կարող, եթե Նապոլեոն Բոնապարտին ասում են արի խաղաղություն կնքենք, ասում էր ես պետք է որոշեմ երբ որ մի քիչ դիրքերը թուլացավ, ասեց ես աշխարհին խաղաղություն եմ առաջարկում, ասեն դու ով ես որ առաջարկես։ Հիմա մենք քեզ թույլ չենք տալի խաղաղությունը լինի, մենք ենք քեզ պատերազմը շարունակում, մինչև բնում քեզ չխեղդենք։ Չի լինում, որ կայսրությունը, եթե ինքը ասեց, լավ է, հերիքա, հետ եմ քաշում, դա փլուզում է, ժողովուրդ ջան։ Իմ ասածը սա է, դա պատմություն նայեք, տեսեք ինչ է կատարվում, չի կարող Տրամպն ասի վերջ, այլևս մեր մասին ենք մտածում։ Հենց դու ասիր Ամերիկան կայսրություն չի, Վիետնամն ասում է, բան չի մտար 20 տարի մեր մոտ։ Ինչ էիր կորցրել մեր մոտ, հիմա պատասխան ես տալու։ Աֆղանստանն ասում է 20 տարի ինչ էիր ուզում մեր երկրում, գնայր քո տեղը վեր ընկնեիր։ Ինչ հիմա պատասխան ես տալու, Իրաքն է ասելու։ Ռեզերվացիայից հնդկացին դուրս է գալու, Տրամպի թևը բռնի, ասի գնա Գերմանիա, ասի ինչ ես կորցրել։ Եթե դու արդեն հրաժարվում ես կայսրությունից, մի հատ ցուցակ կհանեն կդնեն դեմդ։ Դու չես կարող այդ հզոր պետությունը լինել, քո տնտեսությունը կառուցած է այդ ազդեցության վրա։ Ու դու չես կարող ասել Ռուսաստանը իմ գործընկերն է։ Եթե Ռուսաստանը քո գործընկերն է, վերջ։ Դու արդեն այն Ամերիկան չես, որը շատ տեղեր կարգ ու կանոն է հաստատել։ Հենց Ամերիկան կարգ ու կանոն հաստատող չի, կարող է մի օր Կալիֆոռնիան ասի ուզում եմ առանձին պետություն լինեմ, աշխարհի 5-րդ տնտեսությունն եմ, ինչ եմ կորցրել։ Այս անապատներում գտնվող նահանգներին բանանեմ, իմ հարկերով աջակցեմ, որ ինչ։ Օվկիանոսի ափին ինչ խնդիր ունեմ, 40 միլիոն բնակիչ։ Վաղ ոնց ես արգելելու, ասես այդ ինչ ես մտածում, Ամերիկայի մասին մտածի։ Եթե դու աշխարհի մասին չես մտածում, Ամերիկայի մասին ես մտածում, նրանք Կալիֆոռնիայի մասին են մտածում։ Ոնց ես բացատրելու դեր արած ինչի աննման։ Բա քո արածն ինչի աննման։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շրջանակներում Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին առաջարկներ են ներկայացրել Ռուսաստանի համաշխարհային տնտեսություն վերադառնալու եւ արևմտյան Եվրոպա-ռուսական էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ։ Դոնալդ Տրամպի վարչակազմն իր Եվրոպայի գործընկերների հետ կիսվել է մի շարք փաստաթղթերով, որոնցում ուրվագծվում է պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման եւ Ռուսաստանի համաշխարհային տնտեսություն վերադառնալու իր տեսլականը։ Փաստաթղթերից մեկում ուրվագծվում է Ռուսաստանի վերաինտեգրման ԱՄՆ ծրագիրը, ենթադրելով, որ ամերիկյան ընկերությունները կներդնեն ռազմավարական ոլորտներում սկսած հազվագյուտ մետաղների արդյունահանումից մինչև արկտիկական նավթի հորատում։ Վաշինգտոնը նաև Եվրոպային ներկայացրել է ամերիկյան ֆինանսական ընկերությունների կողմից Ուկրաինայում նախագծեր իրականացնելու համար ռուսական սառեցված ակտիվներից մոտավորապես $200 միլիարդ օգտագործելու ծրագիրը։ Սա էլ հերթական անգամ ինչ է ստացվում։ Մենք հետ ենք քաշում Եվրոպայից, մենք օվկիանոսը մեզ բաժանում, մենք ձեր հարցերով գործ չունենք, բայց մենք պետք է որոշենք Եվրոպա, դու Ռուսաստանին պետք է վերադարձնես համաշխարհային տնտեսություն։ Բա մարդիկ քեզ պարզ չեն ասելու ոսկեղենիկ հայերենով, բա դու ով ես որ մեր տեղը որոշես։ Չեն ասելու։ Ոնց կարելի է տենց բանել ասի, ես հետ եմ քաշում, իմ պետության մասին եմ մտածում, մեկ էլ մտածում եմ Իսրայելի ու Ռուսաստանի, քունս չի տանում Իսրայելի ու Ռուսաստանի, Ամերիկան չի շարունակելու Տրամպի քաղաքականությունը։ Համար եմ ասում, եթե մեր հայրենակիցներն էլ գումարած, ոնց որ Ամերիկայի ընտրողները հաջորդը կգնան Տրամպի նման մեկին կընտրեն, որը որ կտանի Ամերիկան այդպիսի ցնցումների մեջ կգցի, դա ձեր իրավունքն է, ուղղակի մենք պետք է կամաց հաշտվենք, որ ապրենք մոլորակի վրա առանց Ամերիկայի ազդեցության։ Հա չենք մեռնի, կապրենք, ժողովուրդ ջան, կապրենք։
Բայց իմանանք, որ մի պետություն, որ ասել է ես ոնց ասեմ, տենց պետք է լինի։ Մի պետություն, որ ասել է բայես բանը սենց չի, ասել է մի հատ զորք մտցրեք, մի հատ կարգի հրավիրեք դրան։ Մեկին օգնել է, մեկին վախացրել է, մեկին սպառնացել է, մեկ ուզեցել է իր հետ լավը լինի։ Մեկին մի օր կանգնել ասել է, չէ, ժողովուրդ ջան, հերիքա հետ եմ քաշվում։ Այդտեղ չի լինում, ժողովուրդ ջան։ Ցունամին, որ հետ է քաշվում, դա շատ վատ է։ Հետո գալիս սրբում տանում է։ Չի լինում տենց Ամերիկայի դերակատարությունը դա ցունամի ալիք է, որը չես կարա հետ քաշես։ Դրա հետևանքը շատ վտանգավոր է։ Ես զարմանում եմ, որ այդ ամեն ինչը չեն հասկանում, թե ինչ է հիմա Տրամպը անում։ Որտեղ չի բխում դա Ամերիկայի պետական շահերից հաստատ։ Այդ դրա համար ես ուզում եմ, որ այս ամեն ինչը մենք նայենք, որտեղ սա չի կարող մեր հետ առնչություն չունենալ։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի մասշտաբային պատերազմի, որի միջով անցել են մեր պապերն ու նախապապերը։ Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք, ժամանակը մեր օգտին չէ։ Պուտինը զբաղված է կայսրություն կառուցելով, նա իր բոլոր ուժերը նետում է Ուկրաինայի, նշել է Ռյուտեն։ Ռյուտեն ընդգծել է, որ Չինաստանը Ռուսաստանի կենսական օղակն է։ Առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարողանա շարունակել ռազմական գործողությունները։ Այո, ճիշտ է դա։ Ասում, բա դու չես կարող մեղադրես, թե Չինաստանն ինչի է օկուպանտ Ռուսաստանին աջակցում, որտեղ ժողովուրդը կանգնում ասում է, Տրամփն է օկուպանտ Ռուսաստանին աջակցում, մեզանից ինչ ես ուզում։ Այդ որ բարոյական նորմով պետք է Չինաստանին զսպես։ Չինաստանին մի զսպել կա, Ռուսաստանին պարտության ես մատնում, Չինաստանին քեզանով անում, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն հիմա այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը եվրոպացի վարչապետ է եղել, դա հասկանում է ինչ է, նա ուշտումիտքը Եվրոպան է, եթե նույնիսկ ինքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է, որի առանցքային դերակատարը Միացյալ Նահանգներն է։ Նա ասում է, մենք հիմա պատրաստվում ենք Ռուսաստանի հետ պատերազմի։ Եվ օրինակ է բերեմ, որ հայրերն ու պապերը Ռուսաստանի հետ կռվել են։ Այսինքն Տրամպը չի կարողանա մեզ կանխել եւ ասել գնացեք հանգիստ յոլա գնացեք Ռուսաստանի հետ։ Ինքը չի որոշելու մենք մեր հարևանի հետ կարանք յոլա գնանք թե չէ։ Եթե դու մեզ չես օգնում, քո խորհուրդը պահի քեզ։ Քո խորհուրդը սկիտնեցիները չեն լսի։ Եթե չես օգնում, ուրեմն մի վերջ, ուրեմն թեման փագա։ Կանգնի ասա ժողովուրդ ջան, վերջ, դուք ձեր գործով զբաղվեք էսի։ Չէ, ես մտածում եմ Ամերիկայի մասին, մեկ էլ Ռուսաստանի, հանկարծ Ռուսաստանին չնեղացնեք։ Լավ, ժողովուրդ ջան, այս թեմաները շատ է, էլի ամեն անգամ կիսատ մնում է, բայց ամեն անգամ որոշում եմ, հասցնեմ, էլի ասեմ, բայց մեկը կհարմարացնեմ ցանկացած թեմա, որը շատ կարևոր է դրան անդրադառնալ, թեկուզ մի օր ուշացումով անպայման կանդրադառնամ, դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։